Էլեկտրական ցանցերը խլեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, այդ ամենը տեղի ունեցավ հայկական պատվիրակության Թուրքիա այցից հետո, ձեր կարծիքով խլեցին, որ ինչ անեն: Տան Թուրքին, կարճ և կոնկրետ: Ես չգիտեմ դա ինչի համար են վերցրել, բայց ինչ երամուք ունի որ վերցնի: Իրան ժամանակ են մարդը վերցրել այդ մեզ մոտից, ինչքան իմանում մեզ մոտից է սկսալ այդ մեր ցանցերը վերականգնալ, ամեն ինչը ներդրումներ է դրել, սկսալ նորմալ, սկսալ հոսանք գալ բենանել, հիմա նույնը ստեղա, ու իրա տամ թուրքերին ատամ, Էրդողանին ատամ, Էրդողանը ոնց Վրաստանն ապահում նույնը մեզ ապահելու լեմ, Կաբուլից սաղենա Թուրքիայի տրամադրության տակ է: Ցանցը կտան թուրքերին: Ճիշտ ասում: Իսկ Ադրբեջանը այդ բարերարներին գլխների վրա են պահում, ստեղել ոտի տակ են պահում, ինչ պիտի անեն: Ինքը գիչ է կարծում, ոտի տակ են քցել մարդին, բայց նա այն նողը չէ էլի, եսա ընտրությունների ժամանակ կհաղթի, այդ ժամանակը կիմանանք: Խլում են որ թուրքերին տան ինչի համար: Իրյա խոսքի տեն են որ թուրքերին, թուրքն ինչ ասում է լսում է, այս սխալն է դա, Ալիևն ինչ ասում է լսում է: Խլեցին որ մարդը չաշխատի գործ առաջ տանի սարք էլեկտրոցանցը առաջընթաց չունենա, ինչի, այդ կան հլա գնացեք գյուղերով ինչ սոճիկներ են փոխել, ինչ ստոլբեկ են փոխել, $1,000,000 են միլիոնավոր տրել, բռի խլեց երից: Հա չեն խլել, նա զավթել է, ոչ թե խլեց, դա պետականորեն խուլիգանություն է, որոնք արեց, ես չեմ պատկերացնում ոնց կարա խլի ունեցված մարդու, որ ինքը որ գողություն արի, ոճես արի, որ ինքը ներա դրե, խոդա տվե, ժողովրդին լույսա տվե, մեկ էլ ասում են չէ, եկոնիքի իննա, դա չի լինում, դա խուլիգանություն է առնվազն, եթե առաջվա ռեկետ, առաջինը պետք է ժողովուրդը հելնի ոտիկային, չեն հելնկային, որովհետև մեկը չկա, որ ասի ես եմ առաջնորդը ու ես պետք է անեմ, որ ժողովուրդ հելնենք, ես պատասխանատու եմ, էդի գիժ ասում ես պատասխանատու եմ, Հիտլերի նման, կործանելու են, այսինքն պետությունը չի վերցրել, այդ մի խմբակն է վերցրել, ասա շի Սամվել Կարապետյանը, որ անշնորհք մի հատ խմբակ է, որ չէ իմանում ղեկավարել ինչ է, ցանցը ինչ է, իրանք ով են, հələ մի հատ թող իրանք կայնեն հայլու մեջ, հայլի դեմ, իրանց հարց տան, տենանք ով են իրանք, ում են պետք, ինչի են գնում, ուր են գնում, ոնց խլեցին, այդ իպեր խլել են, բայց վաղը միսօրը դրանք հետ են տալու, չեն կարող սեփականությունը խլել, ոնց թե սեփականություն, վաճառել են, այդ մարդը առել է, խլելով ոչի, խլելու դեպքում էլ ինչքան ծախս որ ինքը արել է, լրիվ պետք է հետ տա, բայց ոնց կարան խլել, եթե այս մի բանը, այս մեքենան իմն է, ով կարա խլի ինձանից,